Քրոնիկական պանկրեատիտը բավականին լուրջ ախտորոշում է։ Այն առաջանում է կամ ալկոհոլի երկարատև չարաշահման, կամ լեղային համակարգի խնդիրների, կամ ծխելու, տրիգլիցերիդների բարձրացման, հիպերկալցեմիայի հետևանքով։ Այդ պատճառով, եթե ձեզ ախտորոշել են քրոնիկական պանկրեատիտ, որը մեծամասամբ անհիմն է, ապա մտածեք, արդյոք դուք ունեք վերը նշված խնդիրները, եւ արդյոք ձեր գանգատները չեն կարող լինել որևէ այլ հիվանդության դրսևորում։ Իհարկե կարող են, եւ ձեզ հարց տվեք, թե ինչ տվյալների հիման վրա է դրվել այդ ախտորոշումը։ Ուլտրաձայնային հետազոտությունը բավարար եւ հիմնական մեթոդ չէ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը ախտորոշելու համար։ Հիմնական մեթոդը ԿՏ կամ MRT հետազոտությունն է կոնտրաստով։ Իսկ ենթաստամոքսային գեղձի դիֆուզ փոփոխությունները, որը գրվում է ուլտրաձայնային հետազոտության եզրակացության մեջ, դրանք օրգանիզմի ծերացման բնականոն գործընթաց են։ Առողջ եղեք եւ իրազեկված։